Ամեն ինչ սկսվում է անհավատալի պայթյունից։ Բայց ժամանակակից գինեգործարանները սկսում են խաղողի վերամշակումը, առաջին տեխնոլոգիական նպատակը հատապտուղների կառուցվածքը հնարավորինս արդյունավետ կերպով ոչնչացնելն է։ Դա պարզապես խաղողը տրորելը չէ, ինչպես դա անում էին դարեր առաջ։ Մեր օրերում օգտագործվում է մի տեխնիկա, որը կարող է պայթել բջջային պատերը, չվնասելով սերմերը, կեղևը եւ ինքնին հյութը։ Խաղողը ընկնում է հատուկ փշրող ջարդիչի մեջ։ Նա ոչ միայն մանրացնում է հատապտուղները, այլ անջատում է ծայրերը, որպեսզի ավելորդ դառնությունը չմտնի։ Բայց հիմնական ուշադրությունը սկսվում է մի փոքր ուշ։ Օգտագործվում են օդաչուշական մամլիչներ, որոնք աշխատում են օդով։ Նրանք ստեղծում են ներքին ճնշում, որի տակ հատապտուղները կարծես թե սեղվում են իրենց ներսից։ Սա ոչ միայն պահպանում է համը, այլև թույլ է տալիս շատ ավելի շատ հյութ արդյունահանել համի նվազագույն կոստով։ Ժամանակակից մամլիչները այնքան զգայուն են, որ կարող են կարգավորել ճնշումը մինչև ֆունտի ֆրակցիաների 1 քառակուսի դույմ։ Ամեն ինչ կառավարվում է համակարգչով։ Եթե խաղողի տեսակը քմահաճ է, թող ալգորիթմը հնարավորինս մեղմ լինի։ Ներքևի գիծ։ Հատապտուղները բառացիորեն պայթում են վերահսկվող քաոսի մեջ, ծնելով ապագա գինու առաջին փուլը։ Եվ այս ամենը լիովին ստերիլ է։ Սարքավորումը մշակվում է գոլորշու եւ օզոնով։ Հատապտուղներն իրենք կարող են նախնական ախտահանվել ուլտրամանուշակագույն լույսով։ Մշակումը սկսվում է բերքահավաքից բառացիորեն, որպեսզի պահպանվեն բույրերը, որոնք գոլորշանում են նույնքան արագ, որքան լուսադեմին անհետանում է ցողը։ Եվ սա դեռ սկիզբն է, քանի որ ճաշակի իրական հրաշքները ծնվում են ոչ միայն միջուկից, այլև էլեկտրոնային քթից։ Մինչ մարդիկ շարունակում են հիանալ գինու բույրերով, մեքենաներն արդեն սովորել են վերլուծել դրանք։ Բարի գալուստ էլեկտրոնային քթերի աշխարհը զգայական սարքեր, որոնք փոխարինում են համտեսողներին արտադրության հենց առաջին փուլերում։ Այս սարքերը աշխատում են գազային քրոմատագրության սկզբունքով, առանձնացնում են անուշաբույր միացությունները եւ հոտոտում դրանք մոլեկուլային մակարդակում։ Պատկերացրեք մի սարք, որը կարող է 1 վայրկյանում ճանաչել, թե քանի էստեր, տերպինոիդներ եւ այլ ցնդող բույրեր կան խաղողի մեջ, որոնք կազմում են գինու այդ անմոռանալի համը։ Արտադրողը պարզապես խաղողի հյութի նմուշ է մթսարքի մեջ եւ րոպեների ընթացքում ստանում է ամբողջական պատկերը։ Որքան թարմ է մեր բույրը, կան չափից ավելի հասնության նոտաներ, որքան ինտենսիվ է մաշկի հոտը, թե կամ փտելու նշաններ։ Նման անալիզատորները ոչ միայն ավելյակ եւ ճշգրիտ են, քան մարդիկ, այլև պահում են տվյալներ տարեցտարի բերքը համեմատելու համար։ Արհեստական ինտելեկտը նույնիսկ կարողեցվի այդ խաղողը մի քանի ամիս խմորումից հետո։ Սա արդեն ռոմանտիկա չէ, այլ սառը ճշգրիտ գիտություն։ Բայց հենց նա է երաշխավորում, որ գինին ոչ միայն լավ, այլ կատարյալ է ստացվելու։ Չնայած, երբ մեքենաները հոտոտում են, ինչ որ մեկը բոլորովին այլ խնդիր է լուծում։ Ինչպես կանգնեցնել ժամանակը։ Սառը ժամանակի դեմ։ Խաղողի բերքահավաքը մրցավազք է ժամանակի դեմ։ Հենց որ հատապտուղը կտրվում է ворթատունկից, դրա մեջ սկսում են առաջանալ գործընթացներ, որոնք կարող են ոչնչացնել ապագա համը։ Ահա թե ինչու ժամանակակից գինեգործարանը սառը ժամանակի դեմ զենք են օգտագործում։ Բերքահավաքից անմիջապես հետո խաղողը տեռարանային տարաների մեջ։ Ջերմաստիճանը 32 աստիճան Ֆարենհայթից մի փոքր բարձր է։ Սա օգնում է դանդաղեցնել օքսիդացումը եւ բակտերիաների ակտիվությունը։ Որոշ տնտեսություններ հատապտուղները սառեցնում են անմիջապես խաղողի այգում օգտագործելով շարժական սառնարաններ կամ 4 սառույց։ Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Սեղմելուց առաջ հատապտուղները կարող են մի քանի ժամ պառկել հատուկ սառնարանում կառուցվածքը կայունացնելու համար։ Սա կոչվում է նախաֆերմենտացիոն մացերացիա, բայց առանց մացերացիայի որպես այդպիսին միայն սառը եւ ոչ ավելին։ Հետաքրքիր է, որ ցածր ջերմաստիճանի դեպքում բույրերն ավելի վառ են դառնում։ Հոտի մոլեկուլները պահպանվում են, այնուհետև ազատվում են խմորման ընթացքում հզոր եւ մաքուր հոսքով։ Այսինքն սառեցումը ոչ միայն պահպանում է, այլ ապագա համի բարձրացում։ Այս փուլը հնարավոր դարձավ միայն կլիմայի ճշգրիտ հսկողության եւ լոգիստիկայի մշակմամբ։ Նախկինում գինին սկսում էր խմորվել դեռևս չմտածվելուց առաջ։ Հիմա ժամանակը կանգ է առել, բայց ամենահամեղը արժևում է առաջին շփումը մեքենայի հետ, որը գիտի, թե ինչպես քամել հոգին խաղողի միջից։ Հյութի մեխանիկա։ Եթե խաղողը գինու սիրտն է, ապա հյութը նրա արյունն է։ Մետրով եւ այսօր արդյունավում է ՄԼ ճշգրտությամբ։ Այս ամենը շնորհիվ ժամանակակից մամլիչներով, որ եւ կարող են բառացիորեն զգալ, թե երբ պետք է կանգ առնել։ Օդաչնշական մամլիչները չժանգոտվող պողպատից պարկուճներ են ներսում ճկուն թաղանթով։ Այն փչվում է էֆտով, նրբորեն սեղմելով հատապտուղները ծակված պատին։ Հյութը դուրս է հոսում ինքնուրույն առանց սերմերը տրորելու, առանց դառնության, առանց ավելորդ խտության։ Բայց ամենահետաքրքիրը բազմակի ցիկլերն են։ Մամուլը ոչ միայն մեկ անգամ է քամում հյութը, այլ դա անում է ըստ ծրագրի սկզբում թեթև ճնշում, հետո հանգստանալ, հետո մի փոքր ուժեղացնել։ Եվ այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է չի բուժվել առանց որակի զիջելու։ Կառավարման համակարգերը վերահսկում են հյութի խտությունը, գույնը, թթվայնությունը եւ նույնիսկ մածուցիկությունը։ Մամուլը կարող է ինքնուրույն կանգ առնել, եթե ներկայացումը դուրս գա իդեալականից։ Ամեն ինչ ավտոմատացված է եւ այստեղ մարդ պետք է միայն դիտարկման համար։ Որոշ գինեգործարաններ ցնահանման մամլիչներ, խցիկի ներսում ճնշումը նվազում է եւ հյութը բնական կերպով դուրս է գալիս, կարծես եռում է։ Սա էլ ավելի նուրբ մեթոդ է հատկապես սպիտակ եւ վարդագույն գինների համար։ Այսպիսով, որ կստեղծվի խմիչքը, ստեղծվում է խնամքով եւ ճշգրիտ։ Բայց նա դեռ անշունչ է։ Ամեն ինչ կփոխվի, երբ ավելացնեն գիտության կողմից ստեղծված հատուկ արարածներ։ Խմորիչ գենային բանակ։
Այս փուլում գինին դառնում է կենդանի։ Այս ամենը խմորիչի շնորհիվ է մի փոքրիկ սնկի սնվում է շաքարով եւ արտադրում ալկոհոլ։ Բայց այսօր խմորիչը պարզադուրս վայրի բեկ չէ, այն իրական բիոտեխնոլոգիական զինվորներ է, ընտրված եւ փոփոխված կատարյալ արդյունք տալու համար։ Ժամանակակից լաբորատորիաները խմորիչի շտամներ են ստեղծում խաղողի հատուկ սորտերի համար։ Ցանկանում եք մրգային նոտաներ։ Ահա էսթերի ուժեղացված սինթեզով խմորիչ։ Մաքուր պրոֆիլի կարիք ունեք։ Վերցրեք մի լարում ծծմբի կրճատված արտադրությամբ։ Նույնիսկ գինու գույնը կարելի է կարգավորել խմորիչով։ Նրանցից ոմանք կայունացնում են անտոցիանինները եւ կանխում օքսիդացումը։ Խմորիչի արտադրությունը նման է դեղագործական արտադրանքի թողարկմանը։ Ամեն ինչ ստերիլ է կենսառեակտորներում վերահսկվող ջերմաստիճանով PAF թթվածնի կոնցենտրացիայով։ Արդյունքում միլիարդավոր բջիջներ պատրաստ են խաղողի հյութը վերածել կենդանի նյութի։ Որոշ գինեգործարաններ ավելի հեռուն են գնում։ Նրանք օգտագործում են հիբրիդային խմորիչներ, որոնք միավորում են տարբեր տեսակների հատկությունները։ Կարող են գործել եկած էքստրեմալ պայմաններում բարձր թթվայնությամբ կամ 15-ից բարձր աբևիով։ Խմորիչ ավելացնելը միայն փոշի ավելացնելը չէ։ Դրանք ակտիվացվում են, փորձարկվում են նմուշների վրա եւ հարմարվում են շրջակա միջավայրին։ Միայն դրանից հետո է սկսվում խմորումը։ Եվ հենց այս պահից է, որ հյութը դադարում է պարզապես հյութ լինել։ Բայց այն, ինչ տեղի է ունենում հետո, մակաբույծ է նույնիսկ թերահավատների համար։ Մեքենաներ, որոնք իրենք են վերահսկում խմորման գործընթացը օրը 24 ժամ։ Ռոբոտներ նկուղում։ Ժամանակին գինեգործարանը նման էր մութ նկուղների, որոնք լի էին փայտե տակառներով եւ խմորման թթու հոտով։ Այսօր դրանք գրեթե ստերիլ լաբորատորիաներ են, որտեղ առանցքային դեր են խաղում ավտոմատ համակարգերն ու սենսորները։ Ֆերմենտացման գործընթացն այլև ձեռքով չի վերահսկվում։ Փոխարենը ֆերմենտացման հսկայական աշտարակները հագեցած են զոնդերով, որոնք ամեն վայրկյան չափում են ջերմաստիճանը, շաքարի մակարդակը, ճնշումը եւ նույնիսկ ալկոհոլի կոնցենտրացիան։ Բոլոր տվյալները միջապես փոխանցվում են կենտրոնական սերվերին։ Ալգորիթմները վերահսկում են պարամետրերը եւ անհրաժեշտության դեպքում կարգավորում են ջերմաստիճանը, ակտիվացնում են սառեցումը կամ խառնումը։ Ավտոմատացումը ընդգրկում է նույնիսկ փոքր մանրամասները, ինչպիսիք են փրփուրը հեռացնելը կամ անոթները մաքրելը։ Լվացքի գլխիկներով ռոբոտները ներքին մակերեսները լվանում են տաք ջրով ճնշման տակ առանց մարդու միջամտության։ Սա ոչ միայն հարմար է, այլև ձեզ փրկում է միկրոօրգանիզմների աղտոտումից եւ նվազեցնում արտադրանքի փչանալու վտանգը։ Խոտի նույնիսկ խառնումը կարող է տեղի ունենալ օդաչնշական սենսորների եւ վահանակից կառավարվող պտտվող խառնիչների միջոցով։ Ամեն ինչ ավտոմատ է։ Վերահսկողությունը ոչ մի րոպե չի դադարում։ Եթե ինչ-որ բան սխալ է լինում, համակարգը ահազանգում է եւ օպերատորը կարող է հեռակա միջամտել։ Ժամանակակից գինեգործարաններն ավելի շատ տվյալների կենտրոններ են հիշեցնում, քան հնագույն դղյակներ։ Բայց նույնիսկ այս տեխնոլոգիապես զարգացած ամրոցները պետք է ժամանակպես հին խնդիր լուծեն։ Որտեղ է տեղի ունենում այս ամբողջ խմորումը։ Պողպատ եւ ապակի։ Գինեգործությունը վաղուց հավատարիմ է փայտին, կաղնե տակառները համարվում էին ճաշակի անբաժանելի մասը։ Սակայն 20-րդ դարում ամեն ինչ փոխվեց։ Դեպքի վայր է ժամանել չժանգոտվող պողպատ։ Այսօր գինեգործարանների շատերն օգտագործում են այն եւ լավ պատճառներով։ Չժանգոտվող պողպատից խմորիչներն ունեն մեկ հիմնական առավելություն՝ ճշգրիտ կառավարում։ Ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը, ամեն ինչ կարգավորվում է ամենափոքր մանրամասնությամբ։ Պողպատը թույլ չի տալիս օդը անցնել եւ չի ավելացնում իր սեփական համը։ Սա նշանակում է, որ գինու համը ձևավորվում է միայն խաղողից եւ խմորիչից։ Կան նաեւ հիբրիդային լուծումներ պողպատե տանկեր, ապակե կամ պոլիմերային տարրերով։ Ոմանք նույնիսկ ունեն կերամիկական ինտերիեր, որոնք օգնում են պահպանել որոշակի բույրեր։ Իսկ կաղնին, նա չի մոռացվել։ Այն գինիների համար, որոնք պահանջում են փայտային բույր, արտադրողներն օգտագործում են կաղնու չիպսեր կամ ձողեր եւ դրանք ուղղակիորեն տեղադրում են պողպատե անոթների մեջ։ Էֆեկտը նույնն է, բայց վերահսկողության տակ։ Ժամանակակից անոթները հագեցած են կրկնակի պատերով, որոնց միջով անցնում է հովացուցիչ նյութը։ Սա թույլ է տալիս պահպանել խմորման ջերմաստիճանը անկախ դրսի պայմաններից։ Իսկ հատուկ սենսորներն ապահովում են, որ ներսում վնասակար բակտերիաներ չզարգանան։ Փայտի եւ պողպատի ընտրությունն արդեն ոչ թե ճաշակի, այլ վերահսկողության խնդիր է։ Իսկ վերահսկողությունը, ինչպես արդեն հասկացանք, այսօր գինեգործի գլխավոր զենքն է։ Եվ երբեմն անհրաժեշտ է ոչ միայն վերահսկել, այլև կանխատեսել։ Գինին հսկողության տակ է։ Այսօր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչ է կատարվում գինու ներսում առանց անգամ տարան բացելու։ Նոր սերնդի սենսորները իրական ժամանակում չափում են խտությունը, շաքարը, ալկոհոլը, ջերմաստիճանը, թթվածինը եւ նույնիսկ ցնդող միացությունները։ Այս տվյալները սնվում են վերլուծական հարթակներում, որոնք կառուցում են գրաֆիկներ եւ կանխատեսում, թե ինչպես կզարգանա խմորումը։ Եթե նկատում եք, որ շաքարը շատ արագ է հեռանում, սա կարող է գերտակացման նշան լինել։ Եթե ջերմաստիճանը չի բարձրանում, ապա ցնցումները կարող են ակտիվ չլինել, եւ այս ամենը տեղի է ունենում ինքնաբերաբար։ Ավելին, համակարգերն այժմ կարող են համեմատել ընթացիկ խմբականակը տասնյակ նախորդների հետ։ Եթե պարամետրերը համընկնում են, ապա ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Եթե շեղում լինի, համակարգը կառաջարկի միջամտություն, սառեցում, խմորիչի փոխարինում, սննդանյութերի ավելացում։ Ֆերմենտացումից հետո վերահսկողությունը շարունակվում է։ Երբ գինին հանգստանում է, սենսորները շարունակում են չափել թվացնի եւ ածխաթու գազի մակարդակը։ Հեղուկի նույնիսկ միկրոշարժումները կարելի է ֆիքսել բաժանումից խուսափելու համար։ Դա նման է մատը գինու զարկերակի վրա պահելը օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։
Գինեգործը կարող է հանգիստ քնել։ Մեքենան ամեն ինչ կանի ավելի լավ եւ ճշգրիտ։ Բայց դա այնքան էլ պարզ չէ։ Չէ՞ որ խմորումից հետո մի բան է մնացել։ Նստվածքի անհետացում։ Ուժեղ խմորումից հետո գինին թողնում է ոչ այնքան ախորժելի մի բան։ Նստված Սրանք մեռած խմորիչ են, կեղևներ, մանր մասնիկներ։ Եթե դրանք չհանվեն, գինու համը կփչանա։ Բայց դրանք պետք է զգույշ հեռացվեն, որպեսզի չկորցնեն բույրը։ Նախկինում ամեն ինչ արվում էր ձեռքով, գինին քամում էին, իսկ հատակում նստվածք էր մնում։ Այսօր օգտագործում են բար ֆիլտրման համակարգեր։ Ամենատարածված մեթոդներից մեկը միկրոֆիլտրացիան է։ Սրանք սպորների հատուկ թաղանթներ են 1 միկրոնից փոքր չափերով։ Նրանք միայն հեղուկ են թողնելով ամբողջ ավելցուկը դրսում։ Կան նաև ավելի նորարարական մոտեցումներ, ցենտրիֆուգներ, որոնք պտտում են գինին մեծ արագությամբ, առանձնացնելով խիտ մասնիկներ, կամ դիատոմային հողային ստիճներ, որտեղ գինին անցնում է մանրացված սիլիցիումի շերտով, թողնելով բոլոր կեղտերը։ Կարևորն այն է, որ այս մեթոդները չազդեն համի վրա։ Ընդհակառակը մաքուր ու թափանցիկ են պահում։ Որոշ գինեգործագործում են գազի ֆիլտրացում գինին ստիպելով անցնել իներտ գազի միջով, որը հեռացնում է ցնդող անցանկալի միացությունները։ Ստումից հետո գինին դառնում է թեթև թափանցիկ եւ փայլուն։ Այն պատրաստ է հաջորդ փուլին պաշտպանությանը։ Եվ այս փուլում սկսվում է մանրեների դեմ իրական պայքարը։ Հարվածեք մանրեներին։ Թեև գինին կայուն է թվում, դրա մեջ կարող է վտանգ լինել։ Բակտերիաները եւ մնացորդային խմորիչը կարող են փչացնել համը, առաջացնել երկրորդական խմորում կամ նույնիսկ գինին վերածել քացախի։ Որպեսզի դա տեղի չունենա, գինեգործներն օգտագործում են միջոցների մի ամբողջ զինանոց։ Առաջինը պաստերիզացումն է, ոչ թե եռացող, այլ մեղմ տաքացում մինչև մոտ 120 աստիճան Ֆարենհեյթ։ Գինիները տաքացվում են ընդամենը մի քանի վայրկյան, իսկ հետո կտրուկ սառչում։ Սա սպանում է միկրոօրգանիզմների մեծ մասը չազդելով համի վրա։ Երկրորդ մեթոդը ուլտրաձայնային է։ Բարձր հաճախականության ալիքները ոչնչացնում են բակտերիալ թաղանթը։ Մեթոդը հատկապես արդյունավետ է սպիտակ գինիների համար, որտեղ կարևոր է համի հաճախականությունը։ Երրորդ՝ օզոնացում։ Օզոնը մատակարարվում է տարայի մեջ, որը ոչնչացնում է մանրեները եւ օքսիդացնում անցանկալի միացությունները։ Այս մեթոդը բացարձակապես անվտանգ է եւ հետքեր չի թողնում։ Կան ավելի ճշգրիտ մեթոդներ՝ սորբատոկալիումի կամ ծծմբի երկօքսիդի ավելացում։ Սակայն ժամանակակից գինեգործարանները փորձում են նվազագույնի հասնել հավելումները, հենվելով ֆիզիկական մաքրման մեթոդների վրա։ Նման մաքրման ենթարկված գինին կայուն է դառնում։ Այն կարելի է տարիներ շարունակ պահել, առանց համը փոխելու, եւ միայն հիմա կարող ենք սկսել խոսել նրա բույրի մասին։ Բույրի քիմիա։ Երբ ասում ենք, որ գինին ունի ազնվամորու եւ շոկոլադի նոտաներ, մենք նկատի չունենք, որ դրան ինչ-որ բան ավելացվել է։ Այս ամենը մաքուր քիմիա է։ Գիտությունը բացատրում է։ Գինու բույրը ձևավորվում է հարյուրավոր, իսկ երբեմն էլ հազարավոր ցնդող միացություններից եւ դրանցից յուրաքանչյուրն ազդում է համի ընկալման վրա։ Դրանցից ամենակարևորներն են էսթերները, տերպենները, կիտոնները եւ ալդեհիդները։ Նրանք գինին տալիս են արևադարձային մրգերի, ծաղիկների, կաշվի, ծխախոտի կամ համեմունքների բույր։ Այս միացությունները պատահական չեն առաջանում։ Ամեն ինչ կախված է խաղողի տեսակից, թթխմորի գործունակությունից, խմորման ջերմաստիճանից եւ նույնիսկ անոթի նյութից։ Ենթադրենք տերպենները ցիտրուսների եւ վարդերի բույր են հաղորդում։ Նրանք աջերմաստիճանի դեպքում ուստի որոշ գինեգործներ հատուկ սառնարանում են իրենց գինին պահելու համար։ Իսկ երկար ածխածնային շղթայով եթերները պատասխանատու են արքայախնձորի, բանանի, վանիլի բույրերի համար եւ հայտնվում են միայն դանդաղ կայուն խմորման ժամանակ։ Այժմ գինեգործները կարող են բառացիորեն վերահսկել բույրերը։ Քրոմատոգրաֆի վերլուծությունը թույլ է տալիս պարզել, թե որ միացություններն են շատ կամ քիչ եւ կատարել ճշգրտումներ։ Դուք կարող եք դանդաղեցնել խմորումը, փոխել թթվածնի մակարդակը կամ նույնիսկ փոխել խմորիչի լարվածությունը միջին հոսքի մեջ։ Այն ինչ նախկինում արվեստ էր, դարձել է ճշգրիտ գիտություն։ Բայց բույրը դեռ հասուն չէ։ Արդյոք հասունությունը չափվում է մոլեկուլներով։ Հասունության մոլեկուլներ։ Դրանցը խմորումից հետո գինի է արտադրում։ Այն անհավասարակշիռ է կոշտ աղմկոտ։ Նրան չափահաս դառնալու համար ժամանակ է պետք։ Բայց կոնկրետ ինչքան եւ ինչ որտեղ կա մի գիծ, երբ համը հասնում է իդեալականին։ Գիտությունը կրկին տալիս է պատասխանը։ Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ցետևել հասունության մոլեկուլներին, որոնց միացություններն առաջանում են օքսիդացման, թթվածնի հետ փոխազդեցության եւ գինու բաղադրիչների քայքայման ժամանակ։ Դրանք են օրինակ ացետալդեհիդը, լակտոնը, ֆենոլները։ Նրանք են, որ դարձնում են համն ավելի մեղմ, կլոր եւ խորը։ Նախկինում գինեգործն ուղղակի փորձում էր ու սպասամսում, հիմա ամեն ինչ այլ է։ Նմուշները պարբերաբար վերցվում եւ վերլուծվում են լաբորատորիայում։ Կան նույնիսկ էքսպրես անալիզատորներ, որոնք արդյունք են տալիս 5 րոպեում։ Նրանք չափում են տոնինների պոլիմերացման մակարդակը, հագեցվածությունը, ֆենոլային միացությունները եւ թթվային հավասարակշռությունը։ Որոշ գինեգործական գործարաններ օգտագործում են ակտիվ ծերացում, վերահսկելով թթվածնի հոսքը շաբաթական մինչև մլի չափով։ Սա թույլ է տալիս արագացնել գործընթացները, չկորցնելով որակը։ Հատուկ միկրոօթափողիչները թթվածին են մատակարարում խիստ սահմանված չափաբաժիններով, նմանակելով դանդաղ ծերացումը, ինչպես կաղնե տակառում։ Հենց որ ցուցանիշները լինեն ցանկալի տիրույթում, կարող եք շշալցվել։ Բայց մինչ դա տեղի կունենա, դուք պետք է հասկանաք, թե որ շշի մեջ կհայտնվի գինին։ Ապակե թակարդ։ Շշի ձևը միայն էսթետիկ չէ, այն ինժեներական որոշում է։ Եվ յուրաքանչյուր փոփոխություն ազդում է գինու համի եւ պահպանման ժամկետի վրա։ Ամենակնառու օրինակը ապակու հաստությունն է։
Որքան հաստ է, այնքան ավելի դանդաղ են փոփոխությունները տեղի ունենում լույսի եւ ջերմաստիճանի ազդեցության տակ։ Սա հատկապես կարևոր է սպիտակ եւ փրփրուն գինիների համար։ Այդ իսկ պատճառով շացվում է հաստ հատակով ծանր շշի մեջ։ Այն կարող է դիմակայել մինչև 100 փշնշմանը։ Պարանոցի ձևը ազդում է թթվածնի հոսքի վրա։ Ընդլայնված պարանոցը նեղացնում է օդի անցումը դանդաղեցնելով օքսիդացումը։ Իսկ գինին, որը ենթադրար պետք է խմել երիտասարդ, շշացվում է լայն շշերի մեջ։ Այնտեղ օդն ավելի արագ է փոխազդում բովանդակության հետ, հարթեցնելով համը։ Նույնիսկ ապակու գույնն է կարևոր։ Կանաչ եւ շագանակագույն ապակիները պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթում։ Լույսը գինու գլխավոր թշնամին է։ Այն առաջացնում է ֆոտոօքսիդատիվ ռեակցիաներ, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում սպանում են բույրը։ Եվ վերջապես նյութն ինքնին։ Որոշ արտադրողներ անցնում են կենսաքայվող ապակու եւ կոմպոզիտների, բայց առայժմ դասական շիշը մնում է ստանդարտ։ Բայց թե ինչով այն կփակվի, դարեր շարունակ հակասություններ է առաջացնում։ Խցանափայտն ընդդեմ գլխարկի։ Այստեղ գալիս է հավերժական բանավեճը բնական խցան կամ պտուտակավոր գլխարկ։ Ոմանք կասեն, որ խցանն ավելացնում է հմայքը, իսկ մյուսները կասեն, որ կափարիչը ավելի հուսալի է։ Ինչ է ասում գիտությունը։ Բնական խցանը կաղնու կեղև է, սպորներով, որոնց միջով անցնում է օդը։ Սա դանդաղորեն հագեցնում է գինին թթվածնով, նպաստելով դրա հասունացմանը։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր խրոցը եզակի է։ Բայց մյուսը չափազանց շատ օդ կթողնի, կամ ավելի վատ, գինին կախտոտի տրիքլորոնիզոլով միացությամբ, որն առաջացնում է թաց ստվարաթղթի հոտ։ Ալյումինե կափարիչները պլաստիկ եւ ապահովում են ամբողջական կնքումը։ Գինին չի շնչում, չի փոխվում, մնում է նույնը, ինչ թափվել է։ Սա հիանալի է երիտասարդ գիների համար, որոնք նախատեսված չեն երկար ժամանակ պահելու համար։ Բայց կարմիր հնեցված գիների համար սա կարող է մինուս լինել։ Լուծումը ժամանակակից սինթետիկ խցաններն են, որոնք կարգավորում են օդի հոսքը։ Ստեղծվում են ծակոտկենության պահանջվող աստիճանով չեն կլանում խոնավությունը եւ չեն քայքայվում։ Որոշ արտադրողներ նույնիսկ լազերային նշում են դրանք QR կոդով դրանց ծագումը հետևելու համար։ Յուրաքանչյուր շիշ այժմ դառնում է թվային պատմության մի մասը։ Եվ այս պատմությունը սկսվում է մեկ սեղմումով՝ թվային կառավարում։ Ժամանակակից գինու շիշը պարզապես խմիչք չէ, այն առարկա է, որը խնամվում է խաղողի վազը տնկելու պահից մինչև այն բացելու պահը։ Այս ամենը շնորհիվ թվային տեխնոլոգիաների։ Գինեգործարաններում տեղադրում են հետագծելիության համակարգեր։ Խաղողի յուրաքանչյուր տուփ ստանում է QR կոդ, որով կարող եք պարզել, թե երբ եւ որտեղ է այն հավաքվել, ինչ տեսականի է եղել, ինչ եղանակ է եղել այդ օրը։ Այս տվյալները պահվում են բլոկչեյնում, որպեսզի հնարավոր չլինի կեղծել։ Երբ շշացվում է, քանչյուր շիշին տրվում է յուրահատուկ ծածկագիր։ Այն կիրառվում է պիտակի վրա կամ անմիջապես ապակու վրա լազերային։ Խանութում կարող եք սկանավորել ծածկագիրը եւ պարզել, որ տարաներում է խմորվել գինին, ինչ խմորիչ է օգտագործվել եւ քանի օր է տևել խմորումը։ IoT-ն օգտագործվում է մեծ առաքումների համար։ Սենսորները վերահսկում են տարաների ջերմաստիճանը եւ խոնավությունը, երբ դրանք շարժվում եւ հարվածում են։ Եթե շիշը գցվի, ապա դրա մասին արձանագրություն կլինի։ Եթե այն կեղծվել է, դա անմիջապես կբացահայտվի համակարգում առկա տվյալների անհամապատասխանությամբ։ Ահա թե ինչպես գինին դառնում է ոչ միայն խմիչք, այլև թվային դարաշրջանի մի մաս։ Բայց մի կարծեք, որ վերահսկողությունն ամեն ինչ է։ Կա եւս մեկ սպառնալիք, որը գրեթե անհնար է նկատել անտեսանելի պաշտպանություն։ Կեղծ գինու դեմ պայքարն իսկական տեխնոլոգիական մրցավազք է։ Որքան թանկ է շիշը, այնքան ավելի բարդ են պաշտպանության մեթոդները։ Իսկ այսօր դրանք գրեթե ամբողջությամբ թաքնված են տեսադաշտից։ Ամենաառաջադեմ մեթոդներից մեկը միկրոկապսուլաներն են։ Սրանք անտեսանելի մասնիկներ են, որոնք կիրառվում են պիտակի կամ կափարիչի վրա։ Երբ ենթարկվում են ուլտրամանուշակագույն լույսի, նրանք տալիս են յուրահատուկ լուսային հետք։ Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր անձնագիրը, ինչպես ձյամբ։ Սա կարելի է ստուգել միայն հատուկ սկաների միջոցով։ Հաջորդը ամսաթվի լազերային փորագրությունն է։ Այն չի կարող ջնջվել կամ կեղծվել։ Կոդը կիրառվում է շշի պարանոցի կամ ներքևի մասում։ Գաղտնագրված է, եւ նույնիսկ եթե այն պատճենվի, համակարգը անմիջապես կորոշի խմբականակի անհամապատասխանությունը։ Որոշ արտադրողներ ներկայացնում են RFID պիտակներ։ Այս փոքրիկ չիպսերը թույլ են տալիս խանութում շիշին հետևել պահեստից տարա։ Ջերմաստիճանը իջել է, դուք չափազանց երկար եք եղել ճանապարհին, ամեն ինչ գրանցվում է եւ փոխանցվում տվյալների բազա։ Նույնիսկ ապակու բաղադրությունը կարող է յուրահատուկ լինել։ Ավելացվում են հազվագյուտ հողային տարրերի հետքեր։ Իսկ շիշը մոլեկուլային մակարդակով դառնում է մակագրված։ Նման գինի պատրաստելը գրեթե անհնար է, բայց նույնիսկ եթե այն կատարյալ պաշտպանված է, դեռևս մեկ կարևոր փուլ կա առջևում։ Այն պետք է ապահով եւ առողջ առաքվի խելացի լոգիստիկա։ Գինու առաքումն ավելին է, քան պարզապես տրանսպորտը։ Սա իրական լոգիստիկ տեսարան է, որտեղ յուրաքանչյուր սխալ կարող է արժանալ ճաշակ, հետևաբար համբավ։ Գինին վախենում է 3 բանից՝ լույսից, ջերմությունից եւ ցնցումից։ Դրանցից խուսափելու համար օգտագործվում են խելացի կառավարման համակարգով սառնարանային տարաներ։ Ջերմաստիճանը ներսում պահպանվում է մոտ 55 աստիճան Ֆարենհեյթի վրա, ոչ բարձր, ոչ էլ ցածր։ Ցանկացած շեղում գրանցվում եւ փոխանցվում է արտադրող։ Որոշ բեռնարկղեր հագեցած են թրթռման սենսորներով։ Եթե շշերը շատ երկար թափահարում են, ապա տոնինի կառուցվածքի ոչնչացման վտանգ կա։ Սա հատկապես կարևոր է գինիների համար, որոնք դեռ հասունանում են շշի մեջ։ Մեկ բեռնատար վատ ճանապարհի վրա,
Իսկ գինին որոշ չափով կորցնում է իր համը, առաքման ուղիները պլանավորվում են, հաշվի առնելով կլիմայական գոտիները, խցանումները եւ նույնիսկ լուսնի փուլերը։ Լուրջ որոշ գինեգործարաններ առաքելիս հաշվի առնում ինքնահոս։ Պահեստներն ունեն հատուկ լուսավորություն, որը չի արձակում ուլտրամանուշակագույն ճառագայթում, չի վերահսկում խոնավությունը, ածխաթթու գազը եւ նույնիսկ հատակի թրթուրը։ Այս ամենը որպեսզի շիշը գնորդին հասնի ճիշտ այնպես, ինչպես գինեգործն է նախատեսել։ Բայց այս ամենը կարող է ապարդյուն լինել, եթե վերջին փուլը թափվելը սխալ ընթանա։ Թափել առանց օդի։ Պարզ է հնչում գինին լցնել շշի մեջ։ Բայց իրականում սա ամբողջ գործածի ամենակարևոր փուլերից մեկն է։ Այս պահին սխալը կարող է չեղարկել տարիների աշխատանքը։ Հիմնական թշնամին թթվածինն է։ Նույնիսկ շշի ներսում մի քանի միլիլիտր մթնոլորտ կարող է օքսիդացնել միացությունը եւ փոխել համը։ Հետևաբար արտահոսքը տեղի է ունենում ամբողջովին փակ պայմաններում իներտ գազի, առավել հաճախ ազոտի կամ արգոնի մթնոլորտում։ Շշերը նախապես լվացված են, միայն դրանից հետո գինին սնվում է ստերիլ խողովակներով։ Համակարգում ճնշումը հավասարակշռված է այնպես, որ ոչ մի օդային պղպջակ չմտնի ներսում։ Շշացման սարքավորումները ոչ միայն պոմպեր են, այլ բարձր ճշգրտության դիսպենսերներ։ Նրանք չափում են ունցիայի 10-րդական ծավալը։ Տեսախցիկները վերահսկում են յուրաքանչյուր շարժում, իսկ սենսորները ստուգում են քաշը եւ խստությունը։ Թափվելուց հետո անմիջապես փակեք եւ գլխարկի տակ գտնվող տարածության մեջ մնացած թթվածինը տեղափոխելու համար։ Ամբողջ գործընթացը տևում է մի պառակտում, սակայն գինու ամրությունն ու համը կախված է դրանից։ Շիշն այժմ փակ է, բայց մինչ այն գնորդի ձեռքն է ընկնում, նրան սպասում է ավարտական քննություն։ Ստուգելով միլիոնավոր աչքեր։ Շշացումից հետո որակի վերահսկումը գեղանկարչության վերջին շոշափումն է։ Ամեն ինչ պետք է կատարյալ լինի։ Հենց այստեղ է այդ գալիս մեքենայական տեսլականը։ Բարձր հստակության տեսախցիկները սկանավորում են յուրաքանչյուր շիշ։ Նրանք ստուգում են լցման մակարդակը, ապակու թափանցիկությունը, խցանի ամրությունը եւ պիտակի ամբողջականությունը։ Եթե գոնե ինչ-որ բան չի համընկնում ստանդարտի հետ, ապա շիշը ավտոմատ կերպով շարժվում է դեպի կողմ։ Բայց սա բավարար չէ։ Յուրաքանչյուր խմբականակից վերցվում են նմուշներ եւ ուղարկվում լաբորատորիա։ Այնտեղ կրկին չափում են թթվայնությունը, շաքարավազը, ալկոհոլի մակարդակը եւ մնացորդային խմորիչը։ Նույնիսկ մանրադիտակի տակ գազի փոքրիկ փուչիկների առկայությունը։ Որոշ գինեգործարաններ իրականացրել են նրա վերահսկողություն։ Ալգորիթմները վերլուծում են միլիոնավոր պատկերներ, սովորում են նկատել անոմալիաները եւ կանխատեսել հնարավոր խնդիրները նախքան դրանք առաջանալը։ Մարդը նույնպես մնում է համակարգում։ Վերջնական թեստ։ Համտեսում վերապատրաստված փորձագետները համտեսում են պատահական նմուշներ, ստուգելով գինու համը, բույրը եւ կազմվածքը։ Սա շուկա մուտք գործելուց առաջ վերջին արգելքն է։ Եվ վերջապես շիշը փաթեթավորված է, պաշտպանված, ստուգված։ Նա գնաց ամբողջ ճանապարհը Որդատունկից մինչև ձեր բաժակը։ Գործընթացը, որը սկսվեց արևից, ջրից եւ հողից, ավարտվեց պտուտակային գլխարկի հանգիստ սեղմումով կամ խցանի թեթև ցատկով։ Այս շշի հետևում ավելին է, քան պարզապես խմիչք։ Սա նշանակում է 200 օր աշխատանք, տասնյակ սենսորներ, ռոբոտներ, քիմիա, լոգիստիկա եւ մանուկների նկատմամբ անսահման ուշադրություն։ Ժամանակակից գինեգործությունը միայն ավանդույթների ու ճաշակի մասին չէ։ Դրանք են կենսատեխնոլոգիան, արհեստական ինտելեկտը, սենսորները, մանրադիտակները եւ ամեն ինչ, սկսած հավաքման ջերմաստիճանից մինչև արտահոսքի ժամանակ գազի չափաբաժանում։ Յուրաքանչյուր կաթիլ անցավ թվային ձագարով, բայց պահպանեց բնության համը։ Եվ ամենը հանուն մեկ կումի, որպեսզի բացես շիշը, ներշնչես բույրը եւ զգաս ավելին, քան պարզապես գինի։